Գյումրի քաղաքում տեղի ունեցած ընտրություններն ուշագրավ էին ոչ միայն իրենց ողջ ընթացքով, այլև նախաձեռնված քրեական վարույթներով։ Ընտրակաշառքներ, որոնք իրենց տրամաբանական հանգուցալուծումը ստանում են դատարանի դահլիճում։ Ընտրակաշառքի մասին վկայող փաստական հանգամանքներ, քննչական եւ վարույթային գործողություններ։ Դեպքի մանրամասները ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Գյումրու ընտրություններից հետո հասարակությունը եւ իրավական ոլորտը սպասում էր, որ այս պարտության հետ իշխանությունը չի համակերպվելու եւ հիմքում դնելու է տարբեր անձանց կողմից ենթադրյալ խախտումների կաշառքի դեպքերը։ Այդ սպասումները արդարացվեցին եւ ընտրություններից ժամեր անց հարուցվեցին քրեական գործեր կաշառք տալու կամ ստանալու դրվագներով։ Սակայն այս պահին ասել, որ այդ քրեական գործերը վրեժխնդրության աղբյուր են, սխալ կլինի, քանի որ փաստացի մի քանի գործերով առկա են համենայն դեպս քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմնավոր ապացույցներ, որոնք ձեռք են բերվել օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար։ Հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց ընտրություններին մասնակցելու եւ վերը նշված դաշինքի օգտին քվեարկելու համար ու այդ կապակցությամբ ձեռք բերված տվյալները փոխանցել ընտրակաշառք առաջարկած դաշինքի տեխնացուին։ Նշված ընտրությունների հետ կապված Գյումրի քաղաքի բնակչուհին տեղեկանալով, որ դաշինքի օգտին գործողություններ կատարող դեռևս ինքնություններ չպարզված անձինք կանալի քաղաքանու արտահայտ ընտրությունների մասնակցելու դաշինքի օգտին քվեարկելու պայմաններով ընտրողներին խոստանում են, առաջարկում են ընտրակաշառք նշված դաշինքի օգտին։ Վերջինս նախնական համաձայնությամբ, այսինքն համաձայնություն է տվել խմբի կազմում ընտրակաշառք բաժանելու հարցում, ինչից հետո 2025 թվականի փետրվարի 13-ին Գյումրու քաղաքի բնակչուհին նշված դաշինքի օգտին գործողություններ կատարելու դեռևս ինքնությունները չպարզված անձանց հետ նախնական համաձայնության խմբի կազմում ընտրությանը մասնակցելու եւ դաշինքի օգտին քվեարկելու համար Գյումրի քաղաքի բնակչուհին որպես ընտրակաշառք տալու համար համաձայնության են եկել եւ նշված Գյումրու քաղաքի բնակչուհին իր համաձայնությունը տվել նշված դաշինքի օգտին քվեարկելու համար։ Քննչական մարմինը վստահ է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ձայնագրության մեջ հնչած դասարանցիներ ասելով ի նկատի են ունեցել ընտրողներին, իսկ դասերից չբացակայելը ընտրություններից չբացակայելուն է վերաբերելի։ Մեծ դասարանի երեխեքին դերտամ տեսնի այսօր 1000 Լավ հասկացար ով դասերից չբացակայեն լավ հասկացա Վերջիններից միջև համաձայնություն է եկել, որպեսզի նշված դաշինքի օգտին այլ անձանց, ինչպես նաև իրենք խմբագրեն, որպեսզի նշված դաշինքի օգտին այլ անձինք նույնպես կաշառքի դիմաց կատարեն ընտրությունները։ Նշված կաշառքի վերաբերյալ համաձայնության գալով նրանցից մեկը նրա ծնողին խոստացել է, որպեսզի ընտրակաշառքի դիմաց այդ դաշինքի օգտին քվեարկի, սակայն ծնողը չի համաձայնվել եւ խոստումը եւ առաջարկ չի իրականացվել։ Բացի այդ նաեւ նշված Գյումրու քաղաքի բնակչությունին այլ քաղաքացու հետ նույնպես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի նույն դաշինքի օգտին կատարի քվեարկություն, վերջինս տվել է իր համաձայնությունը եւ համաձայնություն են ձեռք բերվել նույնպես այլ անձանց ներգրավելով նշված դաշինքի օգտին քվեարկել։ Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են Գյումրի քաղաքի մի շարք բնակիչների անձնական տվյալներ պարունակող ցուցակներ, ձեռագիր նշումներով, այդ թվում բնակության հասցե, հեռախոսահամար, ընտրատեղամաս։ Իսկ հարցաքննված մի շարք անձինք իրենց ցուցմունքներում հաստատել են ընտրակաշառք տալու եւ ստանալու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի տեղեկությունները։ Սակայն նշված Գյումրու քաղաքի բնակչուհին տեղեկացրել է նշված քաղաքացուն, այլ քաղաքացուն, որ այսօր չի լինելու, այսինքն ընտրակաշառք տրամադրելու վերաբերյալ խոստումը չի կատարել եւ նրանցից անկախ հանգամանքներում ընտրակաշառք տալը չի կատարվել։ Նշված փաստով Գյումրու քաղաքի բնակչուհուն
Քրեական օրենսգրքի 219 հոդվածի 2-րդ մասով 2 դրվագ ներկայացվել է մեղադրանք, ինչպես նաև 44-219 հոդվածի 2-րդ մասով ներկայացվել է մեղադրանքը։ Բացի այդ, նշված 2 այլ անձանց, ովքեր որ համաձայնության են եկել նշված քաղաքացու հետ, որպեսզի ընտրակաշառքի դիմաց ընտրեն նշված դաշինքի օգտին, այդ քաղաքացիներից մեկի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, քրեական օրենսգրքի 219 հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 218 հոդվածի առաջին մասով։ Իսկ մյուս քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 218 հոդվածի առաջին մասով, ինչպես նաև քրեական օրենսգրքի 44-212 մասով։ Վերոնշյալ անձանց վերաբերյալ քրեական վարույթը նախաքննությունը ավարտվել է եւ քրեական վարույթը 2025 թվականի ապրիլի 11-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված հիշյալ 2 անձանց մեղադրանքներ են ներկայացվել ընտրակաշառք տալու եւ ստանալու համար։ Ի թիվս այլնի հաշվի առնելով մեղադրյալների տարիքը եւ սեռը, վարույթն իրականացնող մարմինը դատարանին միջնորդել է կիրառել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը։ Նշված քրեական վարույթի հիմք են հանդիսացել օպերատիվ տեղեկություններ, այսինքն նշված օպերատիվ տեղեկությունները իր մեջ ներառել են թվային խոսակցությունների, այսինքն զննում իրականացնելու, որի հիմք է հանդիսացել վարույթ նախաձեռնելու, այնուհետև նախաքննության ընթացքում ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով ապացուցել է վերոնշյալ անձանց վերաբերյալ կատարված հանցանքները։ Այն անձը, որ առաջարկել է ընտրակաշառք, դիրքորոշում չի հայտնել ներկայացված մեղադրանքում, իսկ մյուս մեղադրյալները իրենց ներկայացված մեղադրանքում լիովին մեղավոր են ճանաչել, բոլորը տվել են խոստովանական ցուցմունքներ։ Դատարանը քննիչի միջնորդություններով մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաև արգելքներ, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլատվության բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաև որոշակի անձանց հետ չհաղորդակցվելու եւ որոշակի վայրեր չայցելելու վերաբերյալ։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նշված դեպքի բոլոր հանգամանքները պարզելու եւ դրանցում ներգրաված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։ Սույն գործով մեղադրյալի պաշտպանությունն իրականացնում էր փաստաբան Տաթևիկ Հակոբյանը։ Հաշվի առնելով, որ մեր բոլոր նյութերը հրապարակելուց բազմակողմանիությունն ապահովելու համար մենք կապ ենք հաստատում եւ պատրաստակամություն հայտնում եթեր տրամադրել բոլոր շահագրգիռ կողմերին, այս դեպքում եւս պահելով այդ սկզբունքը փորձեցինք ստանալ փաստաբանից մեզ հուսող հարցերի պատասխանները։ Ի պատասխան մեր զանգի ստացանք հաղորդագրություն, որի համաձայն այս պահին քննության այս փուլում հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի պահանջը մեղադրվող կողմը զերծ է մնում գործի փաստական հանգամանքներին անդրադառնալուց։ Հուսանք նման անդրադարձ կլինի գոնե թե դատական փուլում։